Մարտի 23-ին ձեր կինը Արարատի մարզի Վեդի բնակավայրի բնակիչը Երևանում Տոնոյան բժշկական կենտրոնում մահացել է եւ դուք վստահ եք եւ համոզված եք, որ ինքը մահացել է բժշկի ամփոփության կամ բժշկու մի խոսքով Տոնոյան բժշկական կենտրոնի բուժանձնակազմի պատճառով կխնդրեի ներկայացնեք ինչ վիճակում է ձեր կինը տեղափոխվել նշված բժշկական կենտրոն եւ նաեւ դուք ասում եք որ ձեր ներկայությամբ ինչ որ ներարկում է կատարվել կխնդրեմ ներկայացնեք էլի ժամի 6:15 րոպեին ամսի 23-ին 6:13 րոպեին մի կին բերեցին Հրազդան քաղաքից իրան քարեր իրա լեղապարգի մեջ պետքա առավոտ վիրահատեին այդ մարտի սիստեմա նշանակեցին սիստեման ընդունեց այդ հիվանդին որին որբել դա ձեր հետ կապ չունի չէ ուզում եմ ասել որ ինչ դեղ իրան պետք է սրսկեցին իմ կնոջ հա այսինքն դուք վստահ եք որ ուրիշ պացիենտին պետք է ներարկեին այդ դեղը բայց այդ դեղը սրսկավ իմ կնոջը իսկ ձեր կնոջ վիճակը ոնց էր իմ կնոջ վիճակը այդ օր ստացել է 4 սիստեմա ստացել է առավոտ կեսօրին դեղեր նորմալ վիճակում 3 անգամ քայլել է ամեն քայլելուց 50 մետր քայլել է եկել նստել է նորմալ վիճակով իրիկվա ժամը 11-ին հետևից իրան հետևից вообще չէր թույլատրվում ոչ մի սրսկում իրան վենայից երակային պետք է անեին երակային պետք է սիստեմա պետք է անեին կատե սիստեմա պետք է այդ ձևի սրսկում կատարվեր այդ ձևի սրսկում պետք է կատարվեր իրան սրսկեց հետևից ձեր ներկայությամբ ներարկումը կատարել իսկ ներարկում կատարողին անունը գիտեք ինչ էր աշխատում իր անունը Հասմիկ էր իրիկվա հերթապա քույրն է եղել այո հերթապա ես քույրը ասեղը քաշեց դուրս եկավ կինս գոռաց արտո մեռա փրկի այդ բառն եմ լսել իր մոտ եղել է երկու ֆլագոն ջուր լցրել եմ վրեն գոռացել եմ քույրը գոռաց թե ինչ հեռախոսով կապնվավ երրորդ հարգի բժշկի հերթապա բժշկին բժիշկը ապարատով եկավ սկսեցին օդ տալ այդ լազերային բանով մի 20 րոպե այդ մարդին չկարողացան հետ բերեին 20 րոպեից հետո ես իջել եմ առաջի հարկ բարձրացել եմ 4-րդ հարկ այդ տվյալ սրսկող քույրը Հասմիկը կորավ այսինքն ինքը ներարկեց գնաց մոտ 1 րոպե հետո դուք տեսաք որ ձեր քույրը արդեն ձեզ օգնություն է խնդրում ձեզանից օգնություն է խնդրում ու բժիշկներն եկան արձանագրեցին իրեն մահը այո 20 րոպե հետո նոր սկսեցին գլխավոր բժիշկն եկավ զանգեցին գլխավոր բժիշկն եկավ նոր աներոջս տղին զանգել եմ Երևան քաղաքում եկի հասել է նոր բայ ինչ ունեք ասի ես ունեմ բողոք հարգել են մեզ գնացել ենք Չինգավիթի ոստիկանություն Ոստիկանություն, Չէ, ոստիկանությունից հետո նոր գնացել եք քննչական։
ոստիկանություն չէ, Միանգամից քննչական են գնացել։ Հա, միանգամից տարել են քննչական բաժին։ Մենակ ես էլ մտե քննչական բաժին, ինչ հարցեր տվել է, ես այդ նույնը որ ձեզ ասում եմ, այդ նույնը կրկրել եմ քննիչի հետ, քննիչը տվել է թուղթ, մի հատ մնացել է իր մոտ, մի հատ բերել եմ տվել եմ բժիշկներին, որ տեղափոխեն Դիահերցարան։ Դիահերցարան։ Հերացու փողոց, հերացի էլի դիահերցարան։ Իսկ կներեք, դուք այդ քույրին կամ գլխավոր բժշկին չասեցիք, ինչի համար եք ուրիշ պացիենտի նշանակված դեղը ներարկում իմ քրոջը, որը որ դարձավ մահվան պատճառ։ Այդ ոչ մեկը դրա համար չի պատասխանել, այդ քույրը ասավ ինչ լրացրած է օրագրի մեջ Անկետայում ես այդ եմ սրսկե ոչ մեկը չի ասել ինձ որ դա հակաալերգիայի պետք է սրսկումաների թևից ոչ թե հետևից Ինչքան էր ձեր կնոջ տարիքը 69 տարեկան պետք է լրանար հոկտեմբերի 12-ին Դուք քանի տարեկան եք 68 տարեկան Քանի երեխա ունեք 2 երեխա մեկը ինվալիդ Հա 2 երեխա հա Դուք ինչ կավելացնեք Ես ավելացնելու ոչինչ էլ չունեմ, բայց այդ օպերացիայի օրը ես ընդեղ եմ եղել առաջի քույրը, որ բերեցին բոքսից պալատը, անկետայի մեջ լրացրած էր հակաալերգիկա, ինքը անհայտ հակաալերգի անհայտ ծագումով հակաալերգիկա։ Այս ինչի որ դեղերից ունի, ես քույրին բացատրի, որ ինքը բոլոր անտիբիոտիկներից էլ ունի ալերգիա։ Մենք ինչ որ արարինք իրան, բժիշկուհիները նշանակել են, մենք արել ենք հակաալերգիկ ինքը խմե, նոր արվե։ Օպերացիայից մի 5 օր առաջ տունը 5-ած սիստեմա են տունը, սրսկում ես եմ արել, հակալերգիկը խմե արարին, տարել ենք մի օր մածահիվանդանոց սիստեմաներով, երկրորդ օրը պատրաստված վիրահատության։ Եղել առաջի օր լավ, երկրորդ օր լավ, երրորդ օր ժամ 21-ին այդ սրսկումից էլ ենք տեղ մահացել։ Այդքան բան կարող ավելացնեմ։ Ինքը երբ որ հիվանդանոցում է եղի, երբ որ ձեր նշած քույրը ներարկել է, գիտակցությունը տեղն է եղել, խնդիրներ չի ունեցել Ինքը որ բանից բոքսից բերած է պալատում էլ ինքը խոսած է, ես իրան Քայլել է, շփվել է Չի քայլել այդ օրը։ Չասում 50 մետր քայլել ենք, էլի երրորդ օրն է քայլել։ երրորդ օր Արդո դուսուս երրորդ օրն է քայլել։ Երկրորդ օր շատ քիչ են քայլացրել, հանել են պատած ռեզիները, հանել են քտի շլանգը, ինքը քայլել։ Ես իրան հարց տվի Սիրայա ջան հանգարց որ զգուշ գիշնես կարերիդ ոչինչ չլինի ես էլ եմ քո նման եղեք ու ջան դու լավացար այդ երրորդ օրը խոսած իր հետ չեմ եղել մոդն այդ օրը խոսած իր հետ ասես քուրնես լավ է միջամ քայլին բան եկամ սիստեման էսա միացին լավ 11-ի մոդը խաբար Հիմա դուք նաև նշում եք որ ճիշտ է ձեր քրոջը ինտելեկտուալ իմ կնոջը ես այդ չեմ բերի բայց խնդրում եք իրավապահ մարմիններից որպեսզի օրենքի ոչ խստությամբ օբյեկտիվ նախաքննություն կատարեն, մեղավորը պատժվի, որպեսզի հետագայում ուրիշ ընտանիքներ, որ հիմա դուք եք այդ բիշտը ապրում, այդ ընտանիքները չապրեն։ Ես այդպես եմ հասկացել։ Հասկանանք դենց իմանանք ճիշտը ինչ արեցին, որ մահացա։ Առողջ, երբ որ ժամեր առաջ խոսել է հեռախոսով ձեզ հետ ասել է ես շատ լավ եմ։ Դեկոր կնի քուր սաղի հետ է խոսա, մելը զանգում էին։ Սաղի հետ էլ խոսում էր ինքը։ Ու լավ, երկար էլ խոսացել եմ։ Սաղի հետ։ Որոքորս աղջկա տղենել նույն հիվանդանոցում մի պալատ հեռու ինքն էլ իր տղուն խնամում էր 10 րոպեն մեկ մտնում, հետը նստում, խոսում, հելնում, գնում էր այդ դեպքից այդ խեղճ կինը մի անգամից վատացավ տարան իր սենյակ ու իր պալատը երեխու հետ իր տղուն արդեն 9-րդ օրը որ ապերացիա արել էին, դաժե կարերի կեսնել քանդել էին, որ իմ գոռոցը լսեց, ու այդ խեղճ աղջիկը մի անգամից տեսավ, վատացավ ու տարան պալատ իրան։ Իսկ այս ընթացքում, որ արդեն դուք դիմել եք քննիչներին, քննիչը ձեզ լսել է Շենգավիթի, Տոնոյան բժշկական կենտրոնից Ոչ մի ձեն չկա։ Չեն փորձել Ոչ մի ձեզ հետ կապ կապնվել ու բացատրել ինչն է եղել պատճառը, որովհետև դուք կասկածներ ունեք, ինչը նաև գտնում եք, որ հիմնավոր է, որ ձեր կինը մահացել է բժշկական անփութության հետևանքով։ Ոչ մի խաբար չկա։
Երեք ինքը գնացել է, որ իր տա այդտեղից պատասխանը բերի, որ տարերին կանալիզները տեղ են։ Այդ աղիքը որ Որ կտրել կտրի հասերել լա չկա, մենք ուղարկենք հիվանդանոցից քվերցե կամ կգաք ստեղ, երևի երկու շատի, որ դե միզասին 5 աշխատանքային օր կտան կանալիզի պատասխանը։ Դեռ չեն տվել։ լրացավ 5 աշխատանքային Դե այսօր շաբաթ Կիրակի է, վաղը Կիրակի, այսօր շաբաթ։ Երկու շաբթի երևի Իսկ դադական դիահերթում որ արել են, ասեցին, որ մի ամսից նոր կլինի պատասխանը։ Թողեցի։ Սա բան ա եղել։ Ոչ մի խնդիր, ոչ մի բան չի ունեցել, էլ վիրահատությունից հետո։ Չէ։ Ոչ մի խնդիր։ Իրա խնդիր աղիքների կպումներ հետ տալներ, մենք դրա համար պայքարի, մինչև հետազոտին վիրահատում են արեցին ու լավ անցավ, լավ բժիշկ Տոնոյանը հելա, ես հետ խոսացել մասին, ինչ եղավ, աղիքներից շատ կտրեցիք, կամ կողքից հանիք, ասեր չէ, կողքից չէ, էական չէ 50-60-ը, էականն նա, որ լավ անցերա, 5 աշխատանքային օրից հետո պատասխանը կտանք, Քանի օր է ինքը հիվանդանոց մնացել։ Ինքը հիվանդանոց երրորդը։ Մի օրը սիստեմանտուն է պատրաստված վիրահատության եկերինք տուն, ասած ոչ մի բան չուտա, 21 օր տարերինք, մինչև ժամի 1-ին 15 պագաս վիրահատում ստված է։ 23-ին էլ մանած։ Վիրահատումն էլ բարեհաջող է անցել։ Բարի հաջող։ Լիքն ենք մի հոգի չիրեք չի մեր հարազանել լրիվ լիքը եղած է։ Հələ բժիշկ ջելասաղիլ գնացինք այդ աղիքը որ կդրե պերեստորագրերինք էս մարտը տարերա։ Ուղղակի քույրը երևի ամփոփություն կամ Մեր հարցը քույրն է, բժիշկը կարող է նշանակել, կարող է քույրն է չիմացել ոնց անի, որտից անի, ինչ անի։ Իմանանք այդ ասել ինչ ասեղեր արեց այդ խեղճին, որ 20 րոպեին ինքը մահացավ։ Այդքան բա։ Հիմա ինչ էլ անենք, իրոք հետ չենք բերի, բայց այսքան տանջակից հետո այդ խեղճ իր երեխեքին թողեց, սենց 20 րոպեի մանն է։